Քոչարյանի ժամանակ Հայաստանի Հանրապետության բոլոր արատավոր երևույթները կամ ամենավառ կերպով զարգացել են կամ ծաղկման գագաթնակետին են հասել։ Այլևս չեմ խոսում այսօր հակակոռուպցիոն դատարանում գտնվող 4-5 միլիարդատերերի, դա կլինի Երևանի քաղաքապետ, դա կլինի պետջեկամուտների նախարար, դա կլինի պաշտպանության նախարար, դա կլինի խոշոր գործարար, դա կլինի Երևանի քաղաքապետեր, ոչ թե քաղաքապետեր, ամբողջը մետաստազներով, հյուսվածքներով տանում են դեպի Ռոբերտ Քոչարյան։ Դրա համար ես երբ որ կառավարության ղեկավարին քննադատում եմ կամ ասում եմ, որ եթե ինքը պիտի հետևողական չլինի, սկզբունքային չլինի, ես այդ ամենը ասում եմ սրտի կսկիծով ու ցավով եմ ասում, որովհետև այն ձևով, որ մենք կանգնել ենք կառավարության ղեկավարի կողքը եւ 18 թվականին եւ հատկապես 21 թվականի համապետական ընտրություններում ես կարծում եմ, որ նույն ձևով էլ մենք պարտավոր ենք կառավարության ղեկավարից խնդրելու կամ պահանջելու, որպեսզի ինքը լինի ավելի անհաշտ նման արատավոր երևույթների դեմ, որովհետև այսպիսի մարդկանց գոյությունը Հայաստանի հասարակական, քաղաքական, պետական կյանքում արդեն իսկ սպառնալիք է։